Պարոն Թևոնյան, ինչու որոշեցիք առաջադրվել առաջիկա ազգային ժողովի ընտրություններում։ Դե քանի որ ծնվել եւ մեծացել եմ Արարատի շրջանում եւ վերջին 24 տարին 88-ին երբ սկսվեց Արցախյան ազատագրական պայքարը, գտնվել եմ սահմանում։ Ժամանակին սպառապետ Վազգեն Սարգսյանը ասել է, որ 21-րդ տարը մերն է լինելու։ Ես մտածում եմ իմ ներդրումը ունենալ 21-րդ տարում։ Գյուղացին ասում էր, մենք հույսով եկել ենք ձեզ դիմելով որպես համայնքի բնակիչ, որպես տեխնացու, որպեսզի օգնեք լուծվի իրենց գյուղի ոռոգման ջրի հարցը, սննդի գյուղմթերքների տեղափոխման հարցը, նույնիսկ գյուղացիներ կան ասում են գյուղմթերքը հանձնում ենք ինչ-որ գործարանների, գումարի մի մասը տալիս են, մի մասը չեն տալի, դուք ինչ եք անելու։ Դե հիմնականում օրենսդրական ակտերով պիտի այդ հարցերի որոշումը, օրինակ հատուկ գյուղացու համար, ես չգիտեմ, ասում են մշակել են հատուկ գյուղատնտեսության զարգացման համար, բայց դրանք բոլորը թղթի վրա է։ Ես մինչև այսօր ես չեմ տեսնում։ Ու իրականից որ գյուղացին բողոքում է, որ այն արդյունավետությունը այսօր գյուղերում այն արդյունավետությունը բերքի ստացման այն քանակը այսօր մենք չենք կարող ապահովել։ Գյուղացին չի կարող, հիվանդանումը չի կարող ժամանակին ջուրը, ջրի ժամանակին տեղավորայքը, որովհետև մեր մոտ մաշված է, լրիվ տրակտորները, մեքենաները, դրանք ահագին մեծ պրոբլեմներ են ստեղծում։ Դրա համար հատուկ մոտեցում է պետք, միայն օրենքը չի, գործադիր իշխանությունը պետք է աշխատի։ Ում եք համարում ձեզ մրցակից։ Երկուսին, Գրիգորյան Արայիկն է և իշխանն։ Իսկ ինչպիսի փոխհարաբերությունների մեջ են։ Նորմալ փոխհարաբերություններ։ Ես վստահ եմ, որ քաղաքակիրթ նորմալ լրիվ առանց պրոբլեմների կանցնի։ Այս երիտասարդության համար դուք ինչ ծրագրեր ունեք։ Գիտեք ինչ, քանի որ մենք Արարատի շրջանը գյուղատնտեսական շրջան է, դուք նոր ասեցիք արտահոսքի մասին, այո, կա շատ մեծ արտահոս։ Մեր գյուղը, Արալես գյուղը, որը պատերազմի ժամանակ ընդհանրապես մարդ չի լքել մեր գյուղը։ Այսօր 400-ից 500 մարդ մինչև մայիսի 1-ը լքելու է։ Ինչն է պատճառը։ Այդ ժամանակ, երբ որ պատերազմ էր, ոչ մի կտոր հող ազատ չի եղել։ Այսօր մեր գյուղում 50-ից 60-70 հեկտար հող կա ազատ։ Դա մեր գյուղը համեմատաբար ավելի լավ վիճակում է։ Այսօր գիտեք ինչ պրոբլեմների առաջիկայում կանգնելու է մեր երկիրը, աշխատուժի հարցն է։ Մենք արդեն Արարատի շրջանում գյուղատնտեսության բնագավառում աշխատուժի պրոբլեմ ունենք։ Ոչ մի տեղ, ոչ մի անգամ չի ասում, որ պրոբլեմը կա, բայց իրականից պրոբլեմը կա։ Մենք եթե չստեղծենք աշխատատեղ, մարդը գնալու է։ Պատգամավորը պետք է գնա գյուղից հետ կանորորեն մշակելու, ոչ թե Երևանում նստած գյուղացու տեղը բան որոշի։ Քարոզարշավը սկսվել է արդեն բավական ժամանակ է, ճնշումներ։ Ում վրա ճնշում։ Ասենք իշխանական թևի կողմից, գործադիր մարմնի կողմից։ Չէ, գիտեք ինչ։ Վերջը ես երկրապահ եմ։ 88 թվականից զինվոր եմ, մինչև այսօր եմ զինվոր եմ։ Այսօր չկա մի հատ մարդ, հայ մարդ, որ հանկարծ փորձի իր զինվորին ճնշելու։ Իմ կողմն այդ նույն հայ զինվորներն են։ Այսինքն ոնց պիտի մեզ ճնշեն, ոնց են մտածում։ Դե փորձ են ահաբեկել, փորձ են համոզել, ձեր տեխնացությունը հանեք։ Մեզ չեն կարող ոչ մեկ ահաբեկի։ Խնդիրը այն է, որ ամեն մարդ պիտի իրեն տեղում լինի։ Բանը որոշում անելու, պիտի իր ռայոնի ժողովրդին առաջից սկզբից հարցնի,
Ոչ թե չգիտեմ որտեղ է դա Դաբրոստանը։ Հասկանում եք, խնդիրն է դա։ Եթե ընտրությունների արդյունքում ձեր մրցակիցներից որևէ մեկը ընտրվի, ազատ, արդար, ինչպես ասում են, սովորաբար նշում են իշխանությունները, թափանցիկ ընտրությունների արդյունքում դուք տղամարդավարի կշնորհավորեք։ Անպայման։ Թող ադմինիստրատիվ ռեսուրսները, այսինքն մեկը, որ ուզում է գա ինձ ընտրելու, ռիսկ չանի ինձ բարևել տա։ Այսինքն, ընենց մի հատ վախի մտնոլորտ է ստեղծված։ Չի կարող էլի, պիտի հասկանան այդ մարդիկ, գիտեք ովքեր են ստեղծում։ Այն մարդիկ, որ այդ երկրի պատմության հետ, այդ մեր նորագույն պատմության հետ, մեր պատերազմի հետ ընդհանրապես գոյություն չունեն։ Երևի ոչ էլ գիտեմ։ Ոչ էլ գիտեն, որ եղավ մեկ այդ մենք պատերազմ, այդ մարդիկ մեր հետևից խնդում են, ծիծաղում են, այդ կարգի մարդիկ են, ցավոք սրտի, այդ ասողները այդ կարգի մարդիկ են։ Հələ մի հատ շրջան, ես չեմ ուզում անունները, բայց անունները տալու են, ամսի 3-ին, 4-ին, այդ ովա, այդ փողը բաժանում ամոթը մեր երկիրը, մեր երկրում, մենք հլա պատերազմի չենք վերջացրել, չենք բրծել հլա պատերազմի։ Սառեցված է, բայց ամեն պահի հնարավոր է վերասկսվի, չէ։ Հալա փող վեկալած մարդը, կաշակ վեկալած մարդը, կաշակ վեկալած երիտասարդը, կեթա պատերազմ։ Չի գնա։ Մենք կռիվը կրել ենք այն բաներ, որ մեր մոտ նորմալ ընտրություններ են եղել։ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրապետության առաջին նախագահ դառել էր լրիվ նորմալ ճիշտ ընտրություններով։ Հավատը, ժողովրդի հավատը կար դեպի նախագահ, ժողովրդի հավատը կար դեպի սպառաբետը, ժողովրդի հավատը կար դեպի գերագույն խորհուրդը։ Հասկանում եք։ Հաղթանակած բանակը։ Ահա, մենք ձևավորեցինք բանակ։ Մենք ձևավորեցինք, մենք հաղթեցինք, մենք հաղթել ենք 8 միլիոնանոց Ադրբեջանի, որի կողքին կանգնած է 80 միլիոն Թուրքիա։ Դու պատկերացնում եք, բա կարելի է նման երկրի, նման ժողովրդի վախեցնել։ Բայց չեն մտածում, բա որ մենք հանկարծ վախեցնենք։ Այդ որ ընդհանրապես բան չտեսած, բան չարած մարդկանց, ինչ անելու։ Եվ վստահ եք, իսկ վստահ եք, որ ձեր հաղթանակի դեպքում ձեր հակառակորդները կշնորհավորեն ձեզ։ Դա իրանց խնդիրն է։ Ինչ թվում է, այո։ Եթե տղամարդություն ունենան, այո, ես ով որ անցավ, ես գնալու եմ շնորհավորում։ Մենք այդ անցումային շրջանը երկրի վերականգնողական, երկրի տնտեսության աճի, որ մենք շուտ անցնենք, քիչ ժամանակ մնա, քիչ ժամանակում մենք այդ լրիվը հաղթարենք։ Դու պատկերացրեք ևս մի 10 տարի նման վիճակ, եթե տևի, քանի մարդ է դուրս գալու մեր երկրից։ Հիմնական ապրելու դրսում, հետո այդ երկիրն ինչի համար է։ Մեր պապերը ստեղ ապրել են, մենք այսօր ապրում ենք, մեր երեխաները պիտի ապրեն, մեր թոռները պիտի ապրեն, մենք հաղթանակած երկրի զավակները մենք պիտի ընենց պահենք, որ ոչ մեկը, հասկանում եք, ով են ուրիշ երկրի, այդ դիտորդու չգիտեմ, ով կամ մեր վրա մատ թափ տա, բա կարելի է, ինչ-որտեղ վիրավորական է, մենք չենք կարող մեր հարցերը լուծեն, մենք չենք կարող այդ ժողովրդավարությունը մեր երկրում տարածեն, մենք չենք կարող մեր դպրոցներում այդ ռեֆորմները հանեն և մնացած հարցերը։ Ես գտնում եմ, որ մենք պիտի բոլոր հարցերը մենք մեր վրա վերցնենք։